քանի օր տևած անբարենպաստ եղանակից հետո Վրաստանում այլևս ձյուն չի տեղում, սակայն մարզերում խնդիրները դեռ պահպանվում են։ Գուրիայում ևս դիտվում է եղանակի բարելավում, սակայն մի քանի գյուղեր դեռևս կտրված են արտաքին աշխարհից։ Էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման հետ կապված խնդիրները մնում են, սակայն նշված ուղղությամբ առաջընթաց կա։ Ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվում են շուրջօրյա ռեժիմով։ Ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածում Գուրիայի շրջանում տարերային աղետի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Գերատեսչության տվյալներով հրշեջները ոստիկանության աշխատակիցների հետ միասին շարունակում են ակտիվորեն օգնություն ցուցաբերել Գուրիայի շրջանի քաղաքացիներին։ Նրանք այցելում են շրջանի տարբեր գյուղերի տեղաբնակներին, ովքեր ձյան առատտեղումների պատճառով օգնության կարիք ունեն եւ նրանց ապահովում են պարենային ապրանքներով, առաջին անհրաժեշտության կենցաղային իրերով ու դեղամիջոցներով։ Փրկարարական աշխատանքներին մասնակցած հրշեջները ոստիկանական ուժերի հետ միասին անվտանգ վայր են տեղափոխել ևս մի քանի ընտանիքների, այդ թվում անչափահասների եւ տարեցների։ Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներ շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով, ասված է ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Իմերեթիում շարունակվում են աղետի հետևանքով տուժածների օգնության բջջական աշխատանքները, սակայն դեռ հնարավոր չէ հասնել տասնյակ գյուղերին, կա նաև էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր։ Իրավիճակը համեմատաբար կայուն է դարձել նաև Աջարիայում, ճանապարհների մեծ մասը մաքրվել է, սակայն այս ուղղությամբ որոշ խնդիրներ դեռ պահպանվում են։ Ձյունից մաքրվել են նաև Բաթումիի փողոցները, քաղաքն ամբողջությամբ ապահովված է էլեկտրականությամբ, բնական գազով ու ջրով։ Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով 2025 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսությունն աճել է 11.1%-ով։ Ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության աճին զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գիտական եւ տեխնիկական գործունեությունը, տրանսպորտն ու պահեստավորումը, շինարարությունը, տեղեկատվությունը եւ հաղորդակցությունը, արտադրությունն ու առևտուրը։ Նվազման միտում է նկատվել հանքարդյունաբերության ոլորտում։ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը 2025 թվականի համար Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը 4.6%-ից բարձրացրել է 6-ի։ Ըստ EBRD զեկույցի Արևելյան Եվրոպայում եւ Կովկասում ընդհանուր տնտեսական աճը կկազմի 3.6%։ Այս տարածաշրջանի երկրներից, որն ընդգրկում է Ադրբեջանը, Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը, արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է ամենաբարձր աճը Վրաստանում։ EBRD կանխատեսումը համընկնում է Վրաստանի կառավարության կանխատեսման հետ։ Վրաստանի պետական բյուջեն նախատեսում է 6%-անոց տնտեսական աճ։ Վրացական քաղաքական դաշտում քննարկվում է իշխող թիվի ևս մեկ նախաձեռնություն։ Այս շաբաթ օրենսդիր մարմնում կներկայացվի ամերիկյան ֆարայի թարգմանված տարբերակը։ Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը պահանջում է գրանցում եւ ֆինանսական թափանցիկություն լոբիստական ընկերությունների կամ անհատների համար, ովքեր գործում են օտարերկրյա կառավարությունների ազդեցության ու շահերի ներքո։ Վրացական երազանք կուսակցությունից պարզաբանում են, որ ամերիկյան ֆարան ուղղված է պետական ինքնիշխանության ամրապնդմանը, իսկ ընդդիմությունը վերջին շրջանի օրենսդրական փոփոխություններն անվանում է ռեպրեսիաներ։ Վրացական քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է նաև այս շաբաթ խորհրդարանում գրանցված վրացական երազանքի կողմից մշակված ԶԼՄ-ների մասին օրինագիծը։ Ըստ իշխող կուսակցության օրենքը նման կլինի բրիտանական BBC-ի չափանիշներին եւ կապահովի մեդիա միջավայրում ժողովրդավարական չափանիշներ։ Ընդդիմությունն ու հասարակական կազմակերպությունները դեմ են նշված օրինագծին։ Կառավարության ընդդիմախոսները պնդում են, որ այն ինչ հաջողությամբ աշխատում է Բրիտանիայում, կնպաստի Վրաստանում լրատվամիջոցների գրաքննությանը։ Արդյոք մասնատվում է Հզոր Վրաստան կոալիցիան։ Այս հարցնի պատասխան Ազատության հրապարակ կուսակցության նախագահ Լևան Ցուցքիրիձեն հայտարարել է, որ մինչ ընտրությունները Ազատության հրապարակը զարգանում էր որպես անկախ քաղաքական կուսակցություն, իսկ ընտրությունների նշանակումից հետո կրկին խորհրդակցություններ կանցկացվեն գործընկերների հետ։ Իսկ ԼԼ-ի առաջնորդներից Բադրի Ջափարիձեի խոսքով կոալիցիայի բոլոր 4 սուբյեկտները գործում են որպես գործընկերներ եւ հենց նոր ընտրություններ նշանակվեն, նրանք կրկին կապահովեն կոալիցիան։
Վրաստանի սպորտի նախարարը հանդիպել է վրացի պարամարզիկների հետ եւ շնորհավորել Սան Պաուլոյի աշխարհի գավաթի մրցաշարում գրանցած հաջողությունների համար։ Վրացի անբասայլակով սուսերամարտիկները մրցաշարում նվաճել են 6 մեդալ, ինչը պատմական արդյունք է աշխարհի գավաթի անհատական մրցումներում։ Հանդիպմանը քննարկվել են Վրաստանում պարասպորտի զարգացումը եւ այդ նպատակով նախատեսված նախագծերը։ Իրմա Խեցուրյանին եւ Նինա Թիբիլաշվիլին աշխարհի գավաթի խաղարկությունում տոնել են իրենց չեմպիոնությունը պարասուսերամարտում, իսկ Գվանցազադիշվիլին դարձել է փոխչեմպիոն։ Ի նշան հաջողության մարզիկները ստորագրել են ազգային հավաքականի մարզաշապիկների վրա, որը կնվիրաբերվի Վրաստանի սպորտի թանգարանին։